Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմի շրջանակում այսօր կզրուցենք գեղեցկության առնչվող թեմաների մասին եւ շատ հետաքրքիր խնամքի մասին։ Մենք միշտ սովոր ենք թարթիչների, հոնքերի մասին, պարզապես տատուաժներ եւ այլն այս թեմաներով խոսել, սակայն կան նաեւ խնամքի հետաքրքիր միջոցներ, որոնք օգնում են բնական թարթիչները լինեն ավելի արտահայտիչ, լրացուցիչ, արհեստական լցնելու միջամտության եւ ավելի լավ աճ ու փայլուն տեսք ունենան։ Եվ ոչ միայն այդ թեմայի մասին շատ հետաքրքիր է լինելու այսօրվա հաղորդումը, ինչպես նաև սպիերի վերացման մասին, սա շատ կանանց անհանգստացնող թեմա է, հատկապես հետ պլաստիկ վիրահատական շրջանում, հետ ծննդաբերական շրջանում, այնպես որ մի հեռացեք հեռուստաէկրաններից։ Ես զրուցելու եմ Հասմիկ Դավթյանի հետ, նա Նյարդաբանական ակադեմիայի գիտխորհրդի անդամ է, ինչպես նաև էսթետ եւ բուժ կոսմետոլոգ։ Բարև Հասմիկ։ Շնորհակալ եմ, որ մեր զրուցակիցն եք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես Հասմիկ, շատ կարևոր է այն թեմաները, որոնք մենք այսօր կարծարծենք։ Սկսենք ամենատարածված խնդրից, դա սպիերն են։ Տարատեսակ պրոցեդուրաներ նույնիսկ կարող են սպիեր թողնել։ Ներարկումները կարող են լինել մաշկ, որտեղ ասեղի հետ կմնա, կամ վիրահատությունները, որոնք ցանկալի արդյունքը եթե տալիս են, այդ սպիերը չեն թողնում, որ կինը լիարժեք վայելի այն վիրահատական միջամտությունը, որի մասին երազել է տարիներով։ Գիտեմ, որ դուք ունեք մեթոդ, որով կարողանում եք այդ սպիերը վերացնել։ Խնդրեմ խոսենք ինչպես է դա ձեզ հաջողվում։ Դա մեզ հաջողվում է կամուֆլյաժի միջոցով։ Ինչ է կամուֆլյաժը? Սկսենք այստեղից։ Կամուֆլյաժը դա հատուկ նյութ է, որը մենք համապատասխանեցնում ենք մաշկի գույնի երանգի հետ, դրանք գունավորման են բացից դեպի ավելի մուգ եւ ասեղի միջոցով մենք կարողանում ենք ներթափանցել մաշկի մեջը, այսինքն մենք նյութով քողարկում ենք, կարելի է այսպես ասել, շռամները հետ վիրահատական շրջանից հետո։ Հիմնականում մենք դա պետք է կատարենք 6 ամիս հետո, եթե անմիջապես վիրահատվել է, բնականաբար այդ ընթացքում չի կարելի։ 6 ամսից մինչև մի տարի ընկած ժամանակահատվածում պետք է դա ամենը կատարվի։ Եվ սպիների կան տեսակներ, օրինակ լեոիդ տեսակը, եթե զգում ենք այդ տեսակն է, կատեգորիչիսկի դա արգելվում է, որովհետև կարող են հետագայում այլ բարդություններ առաջանալ։ Դա ինչ տեսակ է սպի, ինչի հետևանքով առաջացած սպիը։ Դա հետվիրահատական սպի տեսակ է եւ կարող է առաջացնել բազում այլ հիվանդություններ։ Հիմնականում սպիները տարբեր տեսակի են լինում, բայց դա պետք է նախ եւ առաջ պետք է դիմենք բժշկի օգնությանը այս պարագայում, մինչև չանցնեն բուժական հետազոտությունները, մենք դա չենք կարող անել։ Սկզբնական շրջանում, երբ որ պացիենտը մոտենում է մեզ, մենք նախ կատարում ենք անամնեզ, հավաքում ենք իր հիվանդության եւ առողջության մասին տեղեկությունները եւ ըստ դրա սկսում ենք մեր աշխատանքը։ Հասմիկ, եթե սպին արդեն բավականին հին է, 4 տարի, 5 տարի կամ ավելին, այս դեպքում հնարավոր է միջամտել եւ այն գոնե բացացնել գույնը կամ մեղմել տեսքը։ Իհարկե, սկզբում մենք CO տարբերակն ենք առաջարկում սպիների։ Եթե մաշկի գույնը բաց է, այսինքն դեպի ավելի սպիտական մաշկ է, այդ դեպքում շատ հանգիստ առանց CO տարբերակի կարող է նյութը ներթափանցել եւ տալ դրական արդյունք։ Հիմնականում, երբ որ կատարում ենք կամուֆլյաժ պրոցեդուրան, պետք է կատարենք 3-ից 4 անգամ, որպեսզի այն գա եւ իր էֆեկտը ստանա։ 3-4 պրոցեդուրայից հետո նկատելի արդյունք ունենում ենք։ Սա կարծում եմ շատերին է հետաքրքրում, որտեղ իսկապես սպիերը անհանգստացնող են կանանց շրջանում, եթե տղամարդիկ դրան չեն տալիս ուշադրություն, ապա կնոջ համար ամեն մի մանրուքը կարևոր է, այո, առողջության եւ գեղեցկության առումով։ Մեր նախնական զրույցի ընթացքում մենք հետաքրքիր զրույց ունեցանք նաեւ թարթիչների եւ հոնքերի ոչ թե լիցքի մասին, այլ բոտոքս տարբերակով խնամքի մասին։ Սա շատերին ծանոթ չէ, սակայն կարևոր է նաև թարթիչների խնամքը, ոչ միայն արտաքին տեսքը, չէ որ մենք շատ վնասում ենք, թեկուզ ստվերաներկեր, ստվերափոշիներ օգտագործելով եւ այլն, աչքի հատվածը նույնպես, այսինքն կարիք ունի խնամքի։ Ներկայացրեք թե հոնքերի, թարթիչների առումով ինչ խնամքի պարագաների, խնամքի տեսակներ եք առաջարկում։ Քանի որ աղջիկները եւ հայ կանայք մեծամասամբ կատարում են թարթիչների սերտաճեցում, այսինքն թարթիչների
թարթիչների լիցք, հիմնականում գեղեցիկ էֆեկտ ենք ստանում, սակայն վնասում ենք մեր թարթիչների մազարմատները։ Եվ դրա համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի կատարենք բոտեքս։ Բոտեքսը ինչ է իրենից ներկայացնում, խնամք է իրենից ներկայացնում, որ 15 վիտամինային կոմպլեքս է իր մեջ ներառում, վիտամին A, E, D եւ շարունակաբար այսպես վիտամինների խնամք։ Հիմնականում բոտեքսը կատարում ենք, երբ որ թարթիչները վնասված են կամ հոնքերը վնասված են, բոտեքսի միջոցով խորը ներթափանցում ենք դեպի մազարմատ եւ կատարում ենք ճիշտ սնուցում։ Բոտեքսը կատարելու ընթացքում 24-ից 48 ժամ չի կարելի ջուր կպնել, որպեսզի չբորբոքվի եւ մենք ստանանք իր էֆեկտը, այո, այդ նյութը ասես չորանում է թարթիչները եւ այն քանի անգամ պետք է կատարել, որպեսզի էֆեկտիվությունը նկատելի լինի։ Ամսվա մեջ ամսվա կտրվածքով մեկ անգամ է կարելի անել, քանի որ ինքը ուժեղ նյութ է եւ կարող է օգուտի տեղը վնասներ այրվածքներ կամ այո, այսպես խոսքը վերաբերում է նաեւ հոնքերի, այո, խնամքին իսկ առհասարակ թարթիչների սերտաճեցման մասին դուք ինչ կարծիք ունեք, արդյոք դրանք իսկապես վնասում են թարթիչները, չէ՞ որ դες դիմում են եւ սերտաճեցման հարցով եւ խնամքի, այսինքն արդեն թարթիչների հանած վիճակը շատ է վնասում բնական թարթիչները։ Իհարկե, ճիշտ է, էֆեկտը գեղեցիկ է լինում թարթիչների սերտաճեցումով, բայց բնականաբար վնասում է, որովհետև ամեն մի թարթիչի վրա ամրանում է արհեստական թարթիչ եւ պատկերացրեք, որ ամեն թարթիչի վրա լինում է սոսին, ծանրություն, այո։ Ինչ է խորտ տալիս դա կատարել սերտաճեցումը որոշ ժամանակ թողնել հանգստանալ, չէ՞ որ կան աղջիկներ, որոնք ամբողջ տարին պարբերաբար առանց դրա ասես չեն կարողանում էլ տեսնել իրենց դեմքը։ Շատ ժամանակ ես իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս, երբ որ անընդհատ մեջ կատարում են եւ իրենց չեն պատկերացնում առանց թարթիչների, խորհուրդ եմ տալիս, որպեսզի կատարեն բոտեքս նաեւ խնամ կամ լամինացիա, որ իրենից ներկայացնում է նաեւ կերատինային հարթեցում, այսինքն երբ որ թարթիչաները մենք բոտեքսից կամ լամինացիայից հետո կսում ենք, ել ավելի գեղեցիկ տեսք ենք հաղորդում աչքերին։ Դա առանց սերտաճեցման, այո, առանց սերտաճեցման։ Շատ լավ։ Եվ ինչպես ասում են, դուք ունեք ոսկե ձեռքեր, գիտեմ, որ նաև դեմքի շրջանում կատարում եք խնամքի պրոցեդուրաներ, խնդրեմ ներկայացրեք ինչ պրոցեդուրաներն են հիմա ակտուալ կամ ամռան առհասարակ։ Այո, քանի որ կարծում եմ յուրաքանչյուր կնոջ գեղեցկության գրավականը ունենալ գեղեցիկ մաշկ եւ հարթ մաշկ, կարծում եմ յուրաքանչյուր կին պետք է խնամված լինի եւ հենց այդտեղից էլ երևում է մարդու արտաքինը եւ խնամքի միջոցները տարբեր են։ Հիմնականում դեպի ամառ են գնում, մեծ անհրաժեշտ են օրինակ պիլինգներ կարող ենք կատարել, կարող ենք չիստկաներ կատարել։ Մաքրումները կարևոր են, այո, այս փուլում։ Իսկ մաքրումը կարելի է ցանկացած պահի կատարել, թե դա պետք է լինի պրոցեդուրաների սկզբում, դրա հիմքի վրա կատարվի պրոցեդուրաները։ Իհարկե, երբ որ պացիենտը մոտենում է, սկզբում մի հատ անամեզ ենք նորից հավաքում, ըստ դրա մենք մաշկը մաքրում ենք, խնամում ենք եւ հետո անցնում ենք անհրաժեշտ պրոցեդուրային։ Հիմա եթե մենք գովազդներին հետևենք, շատ տարբեր մաքրման տեսակներ են առաջարկում, հիդրոֆեյշլ, 18 քայլ եւ այլն, այսպես, ճենապակյատիկ։ Այո, որն է ի վերջո այս ամենի հիմքում ընկած, դրանք ինչով են տարբերվում իրարից, որովհետեւ շատ հաճախ կինը չի կողմնորոշվում, որ մի մաքրման տարբերակ ընտրի։ Ասեմ, որ սխալ է միանգամից, երբ որ պացիենտին ասես, դե եկեք սա օրինակ այս պրոցեդուրան կատարենք, քանի որ պետք է նախ պացիենտի մաշկին համապատասխան մենք կարողանանք ճիշտ ցուցում տալ։ Այսինքն պետք է կարողանանք կատարել, եթե մաշկը չոր է, գտնվում է անխնամ վիճակում, դա գալիս է վիտամինների պակասից հիմնականում եւ քիչ անբավարար ջրի առկայության պակասից։ Մենք գիտենք, որ մարդը օրական պետք է լիտրուկեսից 2 լիտր ջուր խմի եւ հարուստ սնունդով սնվի, որպեսզի այդ ամբողջ վիտամինային կոմպլեքսը կարողանա իր օրգանիզմում պարունակի։ Հիմնականում չոր մաշկերի դեպքում խորհուրդ ենք տալիս, որպեսզի կատարեն ճենապակյա տիկնիկ, որը եւս հարուստ է վիտամինային կոմպլեքսով, իր մեջ նաեւ պարունակում է գլիցին, այն փափկացնում է, նրբացնում է, նաեւ բուժական դեր է կատարում մաշկի համար։ Դա նույնպես մի քանի քայլ է, այո, ներառում։
այս մաքրման տեսակը։ Այո, սկզբում մենք հիդրոֆիշնով մաքրում ենք դեմքը, այնուհետև կատարում ենք ճենապակյա տեխնիկա։ Կարող ենք նաև ճիշտից հետո էլ կատարել։ Այո, դա անվտանգ պրոցեդուրա է եւ կարող է բոլոր մաշկի տիպի հետ համապատասխանել։ Հասմիկ, եւ չմոռանանք խոսել նաև պերմանենտ մեյքափի մասին, ինչպես ընդունված այդ տերմինով հիմա ասել։ Մենք հաճախ ենք դա համարում էսթետիկ պրոցեդուրա, դա այդպես է ընդունված, սակայն գիտեմ, որ այն շտկում է նաև շատ խնդիրներ եւ նույնիսկ կարելի է դրա միջոցով շուրթերին ասես մեծացված ծավալ, այո, ծավալ հաղորդած տեսք տալ։ Խնդրեմ խոսենք նաև այս մասին։ Մարդիկ կան, որ ունեն շրթունքների ասիմետրիա, մենք ասիմետրիան շրթունքների կարող ենք ուղղորդել պերմանենտ դիմահարդարման միջոցով, այսինքն կարող ենք բարակ շրթունքներին ծավալ հաղորդել եւ կոնտուրինգային տարբերակով եւ ընդհանուր պերմանենտային տարբերակով։ Արդեն դա կախված է պացիենտի ցանկությունից։ Բայց դա որքան ժամանակ է պահպանվում, չէ՞ որ մարդը հնարավոր է հոգնի այդ մշտապես դիմահարդարումից։ Սովորաբար պերմանենտ դիմահարդարումը պահպանում է 1.5-ից 2 տարի, կախված է մաշկի տեսակից, եթե մաշկը չոր է եւ չունի առողջական ոչ մի խնդիրներ, հիմնականում սահմանաչափ է 1.5-ից 2 տարի, սակայն այն ավելի երկար է տևում 3-ից 4 տարի եւ գուցե ավել, կախված է ձեր մաշկի տիպից, ձեր արյան շրջանառությունից եւ ձեր օրգանիզմի հիվանդություններից։ Իսկ այս դեպքում հնարավոր է, եթե ինչ որ գունային առումով դուր չի եկել կամ ձևը այդ պահին փոխել, երբ դեռ նոր է արվում։ Դա մի փոքր բարդ պրոցեդուրա է, դրա համար մենք սկզբնական շրջանում պացիենտի հետ կատարում ենք միասին զրուցում ենք, ընտրում ենք գույնը, քանի որ եթե մենք արեցինք պերմանենտ դիմահարդարումը, փոքրինչ հետո այլ բարդություններ կարող են առաջանալ, դրա համար հստակեցնում ենք ինչ է ցանկանում, ինչ ֆորմա է ցանկանում, ինչ տեսք է ուզում ստանալ եւ ըստ դրա նոր որոշում ենք եւ կատարում։ Այո, եթե ունեք մեր կանանց դիմելու խորհուրդ կամ հորդոր, խնդրեմ կարող եք դիմել նրանց։ Ես կցանկանամ մեր հայ աղջիկներին եւ կանանց մայրերին նաեւ խորհուրդ տալ, որ յուրաքանչյուր կնոջ գեղեցկության գրավականը դա իր հարթ մաշկն է, որ սիրեն իրենց, գնահատեն եւ դիմեն բնական այն ինչով որ իրենց ել ավելի գեղեցկացնում է միջամտությունների։ Շնորհակալ եմ Հասմիկ, հետաքրքիր էր ձեզ հետ զրուցելը։ Հարգելիներ, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար։ Դուք միշտ հիշեք, որ խնամված եւ գեղեցիկ լինելը ձեր առջև բազում դռներ է բացում։ Այսօր այսքանը, կհանդիպենք։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics։